Լավ եք, տրամադրություններ լավ է։ Գիտեք, որ այսօր ժամը 8-ին հավաք ունեք։ Դե հիմա պատմեք ձեր գործերը ոնց է։ Կա առևտուր։ Չկա, փառք կա։ Ինչ արժի ելակը։ Ելակը 1000 դրամ։ Բոլորը 1000 դրամ։ Մարդ ունես դա։ Չէ, խոշորներ 1500 մարդ էլի ինչ կերդ, դիլարներ եք, բարի Արիշանյան ջան։ Ոնց է գործը, ասում եք առևտուր չկա, ուրեմն ձեր հույսը մենք էինք, որ գայինք առնենք։ Հաչակարելի որ դուք որ գացումի թասып տալի, կերն առևտուրը։ Թասը չենք թաշկոյ 5 հատ երեխա այս առևտուրը կուպայում շնորհակալ։ Այն տարեկան են երեխեքը։ Մենք բս դե տղես 12 տարեկան է երեխեքս 20 30 Կարիքա բարի 20 հələ մի րոպե էլի 1000 ներողություն 1000 ներողություն ձեր ազգանունը ինչ է Հակոբյան Տիկին Հակոբյան 30 տարեկան տղուն դուք եք պահում Տղա չէ աղջիկ է ամուսնացած է 30 տարեկան աղջկան դուք եք պահում Չէ ինքն է աշխատի բայց Բաբա խիղճ են այդ ուրիշ բան աշխատանք կա Չենք թե մեկ տպային բայց աշխատանքի տեղ ցույց տվեք որ pedagogan կրա երտարի Բայց Խոպան է եկել դա վռնդել են եկել հիշեն ասած է հրուսասան վռնդից ինգետա Լսեք ուրեմն ես ձեզ մի բան ասեմ այս վերջերս մեր կուսակցությունում տարբեր հանդիպումներ են անում, տարբեր հանդիպումներ, ասենք մարդիկ որ գալիս են հասնում են որտեղ աշխատանք ունեք, ասում հարց եմ տալիս, ասում չէ, սպասի, բան եմ պատմում, ասում եմ աշխատանք ունեք, ասում չէ, ասում եմ բա ինչով եք ապրում, դե ասում բան ունեմ, մի թեթև գրպակ ունեմ, ասում եմ բա դա աշխատանք չի, ասում չէ աշխատանքը պետական, ես իմի հասկանում եմ, որ Հայաստանում աշխատանք ասելիս մարդիկ հասկանում են, ասեն կամ դպրոց, կամ մանկապարտեզ, կամ քաղաքապետարան, կամ մարզպետարան, կամ չգիտեմ որ գործն է աշխատանք է։ Այս աշխատանք չի։ Հավաքարարից մինչև բիզնեսը ամեն ինչ։ Դուք եք պարոն Վարդապետ, հարգայինով եք մեզ աշխատում, պարոն Արուշանյանը։ Հարգայինով եք Հարգայինով է պարոն Արուշանյանը կներես սիգարետը դոմ։ Գիտես ինչ կա տարել թափել։ Անվանում է փողոցային առևտուր տապում եմ հարգես ետուր ես դանկը չէ ես դանկը չէ սուդ եմ ասում եթե սուդ եմ ասում վարչապետի դեմս սուդ է հիմա բայց մի բան ասեմ այս առևտուրի այս ձևը մեկը գնալա պետք է մենք այն օրինակ մասիվում մի բան էր եղել շուկային սարքել մարդիկ այսպես գոհ էին համաձայն եմ մեր գրիվը սարքելու հիմք շուկա մենք այդ մասին խոսում Լսեք, այս արդեն երրորդ ինքնաթիռն է թռնում։ Բարով վարչապետ։ Այս բան ռազմականներն է, որտեղ այսօր բանի շքերթի համարել կա։ Բարով վարչապետ, խնդրում եմ լսեք մեկ րոպե։ Եկել եք, լսեք, մեր 5 յումրվա շուկան հետ տվեք մեզի։ Երբ որ Ումն է հիմա բա։ Ես ինչ գիտեմ։ Պարոն վարչապետ, զբոսաշրջանային զարգացման կլաստերով Թումոյի հետ դա շուկա են կառուցում։ Թումոյի շուկա տարածքով տվեք մեզի։ Շուկա Շուկա է։ Ինչ չի լինել, բահանում ես մեզ գնա Մարի Ջալյանի խաչուղի կայանի քաղ գերեզմանների մոտ։ Բայց հələ սենց անենք, որ միտեղ լավ շուկա առնի կգնանք չէ աճույքով, որ մայթը ազատենք, բայց պետք է ոչ մեկ այդ դեպքում եթե շուկա լինի, պետք է ոչ մեկի չթողեն որ ստեղ լինի, որտեղ կենտրոնական տեղում լինի շուկա, որովհետեւ ժողովրդի շատ է։ Դանում է ավտոկայանի։ Ուզեք հեծելի ձեզ հետ գնաք տղամաս։ Դանում է մի հատ փոլի մեջտեղ շատ կներես այդ բանով էլ որ բացվեն։ Հիմի կարանք հավաքվենք իրար հետ որոշենք ճիշտ տեղը, որ մեկ ես չէ։ Շուկա կա։ Դե այնտեղ շուկա է։ Մենք այդպես ենք անցնելու, այո։ Դե ասմալնելու է։ Ինչ տեղը տվեք, մեզի։ Դե ասմա տալու են։ Թումոն Լսեք մինչև ես։ Շուկան սարքել դի տա ժողովրդին։ Չի տալու։ Թումոյի ծրագը մի խափ։ Չի տալու։ Թումոն ու արդադերը պետք է իրանը սախե լինելու, պարոն վարչապետ, իրանք մոդելը կառավարման նշանակում են, որ խորհրդով լինի։ Չի տա Արուշանյան, մի խափեք։ Թումոյի տվեք ուրիշ տարած, պարոն վարչապետ, թող գնա, եկե փողը շատ ունի, կրաշինեք։ Հին շուկա տվեք ես ժողովուրդ։ Եթե սուդ եմ ուզում, չէ, լագաննի ճիշտ եմ, փող ունեցող ուտեղերի կրաշինեք։ Ժորժ ջան, ախր տենց պետք չէ՞ լի հիմա
Թումոն Հայաստանում շատ լավ գործ է անում, գիտեք, որ այդ որ ասում եք երեխեն գործ ունենա, մեկ գործ ունենա, երեխեն պետք է կրթություն ունենա, որ գործ ունենա։ Իսկ Թումոն Հայաստանում այնպես դարակազմիկ գործ է անում, որ Թումոն Սփյուռքի Հայաստանում իրականացրած միջև էսպա թիմ 1 ծրագիրն է, թիմ 1 պետք չի նեգատիվով խոսել։ Մեր հին շուկան է, էլի։ Դե մարդը ասում է, հայ ես չեմ մի մարդ վադի, ուզեմ սեմ կենտրոնական եթե այդ չլինի, ես ձեր ասածը լրիվ ընդունեցի։ Ճիշտ եք ասում, որ առևտրի կետը պետք է հարմար լինի առևտրի համար։ Տանենք, ասենք, չոլում սարքենք, ասենք, եկեք տրամաբանական չի։ Բայց ասում եմ, այն օրը մասիվով անցնում էինք, մարդիկ կանգնեցին իջանք, այդ շուկա էր սարկած, շատ գոհ էին մարդիկ։ Պարոն վարչապետ, 8 տարից եկած օրվանից կռիվ եք երել։ Հարկարժան, սարիգը ներկա, կռիվ եք երել։ Դե դա քաղաք, դա քաղաք։ Հələ մեկ հարց։ Դա տվի շահել, գումարսը չտվի, էդի ինչ է։ Ուրա դատավճիռը հələ։ Դատավճիռն է տունը։ Հələ ուղարկի տենանք հետո որ չի անում դատա։ Ինչ։ Ո՞վ է գումարտա, քաղաքապետը։ Ես չեմ ով դիտա, չտեմ, դարա թափին ավրակես։ Դատավճիռը տվեք հələ։ Հարկադիր կատարման դիմել։ Հարկադիր, գնացին հարկադիրը ավտոս կալանկեցին։ Մատ վճիռը օգնականս հələ հետո կմոտենա կվերց։ Չէ, պահի այսօր միջև օրվա վերջ մենք ստեղ ենք այսօր։ Կմոտենանք կվերցնենք դատավճիռը։ Կմոտենանք կվերցնենք։ Օրվա վերջ միջև կարակ բերեք։ Կամ էլ տվյալներն ասեք ինտերնետում կա այդ բանը։ Աղբաման կա ստեղ։ Պարոն վարչապետ, Աջան, բարև ձեզ։ մենք շատ գոհ ենք, շնորհակալ ենք։ Հաստատ։ Բոլորս ամեն Ինչի եք գոհ։ Մենակ մի բան եմ, որ աշխատատեղ չկա, ստեղը դիք լավ չի, էլի։ Շատ է ժողովուրդ։ Հիմա տեսեք, հեսա մեր ախուրիկի կայարանը բացվի։ Հեսա սկսում ենք նախագծման աշխատանքները։ Հայաստան-Թուրքիա սահմանը բացվի։ Ախուրիկից Ես էլ այդ կարծիքին եմ։ Ախուրիկից էլի ակակյա համ երկաթուղի լինի, համ ավտոճանապարհ լինի։ Գյումրիում մենք բանի ծրագիրն ունենք, 4 նավահանգստի ծրագիրն ունենք։ Եվ աշխատատեղերը անպայման կիրագործվի, բա դրա համար ենք եկել որ մենակ էդի գերն, էլի մեր չէ սկզբանները մինչև հնդեց էր։ Շնորհակալ եմ։ Էլ չեմ ասում, այսօր Գյումրիում, Շիրակի մարզում 40-ից ավել դպրոցի, 30-ից ավել մանկապարտեզի ծրագիր է իրական։ Բա աշխատատեղ չի, այդ շատ ուրիշ մարզերից Հնդկաստանից են գալիս աշխատում, ուրիշ երկրներ։ Շուկան էլ։ Բարև ձեզ։ Պարոն վարչապետ, Հաջան։ թոշակները քիչ կավերցնես։ Հնարավոր չէ ապրել։ Ինչքան է։ 46 եղել է 56։ 56 անկանխիկ առևտուր անում եք հայրիկ ջան։ Հա, Ինչքան եք հետ ստանում։ հետ մեծ չունեմ։ Ոնց չես կարող։ Ես քարտով չեմ անի։ Բա չէ պետք է անեք։ Դու չեմ անի, ես պես չեմ ուզե քարտով, չեմ հասկանա։ Հայրիկ ջան, Գրադիատ մարդը 100 տարի։ հասկանալու բան չկա։ Ամեն ինչ է։ Որ բան եք առնում, փող տալիս եք, չէ։ Փարակ ուտա։ Չէ, այդ փարայի տեղը, այդ տան մեզ ճտ։ Դա լավ մարդնցի բամլի սորվեսն իսերացու։ Մի րոպե, հայրիկ ջան, Ես եղել եմ քուչապ, նոր եղել եմ եսկա։ Ճիշտ է։ Հարցը Կարամ բան ասեմ։ Ասում եմ 10000 էլ տեղ ավել կստանաս։ 100 մեր զամբյուղն իշքան է։ Մեր զամբյուղը 120, 130 հազար։ Դաղ դες մոմենտին։ Եսը գիշկան է։ Հա։ Դու տոնը 46-50 հազար մանատ ինձ։ Հայրիկ ջան, նվազագույն եթե 10000 ավելցի 20000 թանկից է։ Չէ, տենց չի։ Հայրիկ ջան, նախ 10000 պլյուս 10000 ենք ավելացրել։ 10000 ինձ ավել չի եկել, վատել է։ Անկանխիկ պետք է առևտուր արեք 10000 հետ կստանաք ավել։ Դու ես ինչ գործում եք վերասար։ Հայրիկ ջան, սաղ ճաշս նախ դե եղես, նախ։
Դե Արցախ կյանքը, բայց կյանքը փոխվում է, չէ՞։ Մենք է կյանքի հետ պետք է փոխվենք։ Ես էլ չեմ կրա փոխվի, արդեն ուշ է, պոեզը գնացել։ Հələ մի հատ նվազագույն սպառողական զամբյուղը, չէ։ Նա Թորոսյանն 1000-ից ավել է, ինչ գուզես հաշիվ։ Չէ, վիճակակ, այս ամսվան հեսա տենանք ամեն ամսից հրապարակում ենք, տենանք վերջին թիվը ինչքան է, վերջին թիվը տենանք ինչքան է։ 10,000-ի տեղը մեկ 40,000 ավելցները։ Հիմա ինչքան էր ձեր թոշակը։ 56-ից 60 նվազագույնը իմ վերջին տվյալով 63000 դրամ է։ Անկանխիկ առևտուր որ անեք, նվազագույնից ավել կստանաք։ Մեր զանգուղից պետք պագաս չեղնի, Այո, ավել պետք այո, բայց քուկը պագաս երկու անգամ։ Անկանխիկ առևտուր էլ արեք, կլինի կգա զամբյուղից ավել։ 10000 դրամ փողը դրած, ասում եք ձեռդ պարզի վերցրու, ասում ես չեմ։ Չեմ համոզվի ձերս ասի։ Խի հայր։ Չեմ, որովհետև անկանխիկը ո՞րն է։ Քարտ չունեմ ես։ Թոշակ առանց քարտի չեք կարա ստանալ։ Կստանամ։ Քարտով եք ստանում, քարտով չեք ստանում։ Բանկից երթան պասպորտս կուտամ։ Հայրիկ ջան, քարտով չեք ստանում թոշակը, ոնց կարա դեր։ Քանի տարեկան եք։ Քանի տարեկան։ 124 տարեկան եմ։ Չէ, չեք կլինի։ Քարտով եք ստանում, քարտով էլ առևտուր արեք, կգա ձեր հետ վճարն էլ հետը նվազագույն սպառողական զամբյուղի։ Ես անձամբ որպես թոշակառու ինչքան է նվազ։ 11700։ Ահա։ Շատ լավ է, էլի դժգոհ եղեք։ Այ, երբ որ անկանխիկ առևտուր անեք, անկանխիկ առևտուր անեք 61000 է նվազագույն սպառողական զամբյուղը, կլինի ու ընդ որում այդ նվազագույն սպառողական զամբյուղի մեջ 6000 դրամը հաշվարկած է առողջապահական ծախսերը։ Ձեր առողջության ապահովագրությունը ունեք, այսինքն ձեր թոշակը իրական սպառողական զամբյուղից հələ 6000 դրամ էլ ավել է կանգնում։ Ով որ հաշվարկել է թող կա իմ տուն ապրի անվճար։ Մենակ Քանի հոգով եք ապրում։ Սնունդի պարատա, ես ու պարավս ենք։ Ինքը ինչքան է թոշակ ստանում։ Էլի 33 է, 33 թոշակ չկա։ 46-ից պակաս թոշակ չի կարա ստանալ։ 46-ից պակաս չի։ Հիմա տեսեք։ Մի րոպե, եկեք 46 անկանխիկ առևտուր էլ անի կստանա 56 պլյուս 2-ից սպառողական զամբյուղը իրար հետ մինուս 6000 առողջապահական երկուստ էլ ունեք առողջության ապահովագրություն այսինքն ձեր երկուսի թոշակը առողջության բանի նվազագույն սպառողական 61000 դրամ զամբյուղից ավել է մոտավորապես 10000 դրամ Չէ, պարոն վարչապետ շատ աղքատ կաբրենք եղբայր Մարզը աղքատ կաբրենք մանավան թոշակ առունի Հայրիկ ջան, ձեր ազգանունը ինչ է Պետ չէ 2018 թվին, այս 2018 թվին նվազագույն թոշակը եղել է 16000 դրամ։ Մենք նվազագույն թոշակը 3 անգամ բարձրացրել ենք։ 8 տարի ես վարչապետ եմ, 7 անգամ մենք թոշակի հարցին անդրադարձել ենք, 7 անգամ։ Ես եղբայր ջան, 16000 դրամով ընդունել եմ, սարքել եմ 46000 դրամ, պլյուս 10000 դրամ, պլյուս վաղը 3 Դուք օրեկակ վարչապետ բյուջեն 0 էր։ Այդ եմ ասում։ Ես գիտեմ։ Ես շատ լավ հետաքրքրվեմ։ Տեսեք, հիմա նաև դուք Աստված չանի, եթե առողջական խնդիր ունենաք, պետությունը ձեր նվազագույն գնացել եք, ինչի չեք գնա։ Ինչի։ Վախենամ, վարտերտան մնամ տանջի տակ։ Ուրեմն ձեր տիկնոջ նվազագույն թոշակը իրար հետ նվազագույն սպառողական զամբյուղից էականորեն ավել է։ Հիմա պլյուս մենք ասում ենք, որ քանի որ թանկանալու է, մենք 2028 թվականից կնայինք գնաճը ինչքան տոկոսը բարձր կլինի, այդքանով էլի թոշակը առնվազն կավելացնենք։ Հիմա որ ասում եք բյուջեն 0 է, տեսեք 16000-ից սարքել ենք 46000 դրամ, հայրիկ ջան։ Սարքել ենք, որովհետև որ դա մեծ ջանք եւ աշխատանք է։ Այս անգամ որ ավելցրի, 20-30 ավելցներով։ Հայրիկ ջան, 10-ը ավելցրել ենք, 10-ն էլ անկանխիկ առևտրով պետք է հետ ստանալ։ 10 ավելցրել ես 20 թանկացել։ Դե 20 չի թանկացել, հայրիկ ջան, տեն չի։ 10-ից ավել թանկացել։ Ի՞նչն է թանկացել։ Ես Մենք հիմա կհաշվարկենք հաջորդ տարվա 2028 թվականի բյուջեի համար կհաշվարկենք ինչքան թանկացել է, այդքան կինդեքսավորենք, ինչքան թանկանա, այդքան կինդեքսավորենք, որ այս գծից ավելի վատ չլինի։ Ներողություն։
ով գիտե մեր հացի կիլոգրամ ինչ արժի։ Մեր մոտ է։ Ով գիտե։ Հացը կիլոգրամով չեն վաճառում, հաց կա 150 դրամ, հաց կա 200 դրամ, հաց կա 400 դրամ։ Գրամը Ասու բերանից ելած ոսկովի մարդը։ 150 գրամ։ Դրամ կսեր, չէ։ Պաստե։ Ավտո ունես։ Ավտո ունես։ Չէ, չէ։ Եկեք գնանք խանութ, եկեք։ Եկեք գնանք խանութ։ Խանութը հացը 120 դրամ է, 130։ Բայց դա կիլոյով չեն հացը, հացը կիլոյով չեն ծախում, հացը հատով են ծախում։ Հացը։ Այդ որ թիմն է, այդ են վախտեր որ հաց։ Այ մարդ, մեր հացը 120 դրամ է։ Բայց քաշը 130 գրամ է։ Դրամն ու գրամը։ Դե հիմա հայրիկ ջան, Հավասար են։ Հայաստանում վերջին անգամ հացը կիլոյով երբ են ծախել։ Սովետի վաղտը եղեն, որ դանակով կտրում էին, տենում էին, ասում էր մի կիլո հաց դու, կտրում էր, պակաս էր լնում, մի քիչ էլ սենց էր կտրում, դնում էր ավել, հիմա տենց բան չկա։ Չէր քանդվա, քանդողը սատկեր սովետին, ինչի քանդեց։ Ճապեց է աշխատանքների համար։ Հայրիկ ջան, ամեն դեպս արձանք դու ես ասում, բյուջեն 0 է եղել, 0 չի եղել, բայց հիմի հա ըստ էության 0 է եղել, որովհետև 2017-ի համեմատ մենք կրկնակի ավելացրել ենք։ Հիմա դուք ունեք առողջության ապահովագրություն, մի չնայած լավ տեսք ունեք, առողջ եք, մեր մեջ ասած ուրիշ օգնող ունեք, ուրիշ օգնող ունեք, թե դուք թոշակով եք ապրում։ Օգնող չունի, թոշակով չի ապրում, սուտ է։ Ով է օգնում։ Տեղես, աղջիկս, երեխեքս ես տեղ չեմ, մեկը Մոսկվա է, մեկը Մինսկ է։ Ընդից մեզի Սա ամեն դեպս կա հաշվարկ։ լավ է, թե թոշակով հաց կմորանք, հաց։ Ասեք։ Ինչ է։ Ասեք։ Բան ունեք, սա Հարիկ ջան, ամենայն դեպս դա կա հաշվարկ, այդ հաշվարկով է։ Հիմա միջին թոշակը նվազագույն սպառողական զամբյուղից շատ է։ 18 ես վարչապետ եմ դարել, նվազագույն թոշակ եղել է 16, հիմա 46 է, պլյուս անկանխիկի հետ վճարով 10,000-ը, այսինքն 56 է։ Զամբյուղը 90,000-ից պակաս չէ, պարոն Բաշար։ Դե Հարիկ ջան, ես չեմ համոզվի։ Թոշակն է 46,000։ Դա հիմա դրա համար կա հաշվարկ, կա բանաձև։ Հաշվարկ բանաձև։ Ես կարամ մեկը կասի 90-ա, մեկը կասի 120-ա, դրա համար պետական ինստիտուտ կա։ Պետական ինստիտուտը ասում է այսքան է, վերջինը 61,000։ Վերջինը 61,000-ն է։ Մեր թոշակը հիմա ձեր 61,000-ը, 46,000-ը թոշակն է։ Դուք չեք ասում 56,000-ա թոշակը ձեր։ 46 էր իմ եղել է 56։ Դե ասում եմ անկանխիկ առևտուր էլ որ անեք։ 46։ Հայրիկ ջան։ Ընդամեն 90,000։ Հայրիկ ջան, որ անկանխիկ առևտուր էլ անեք, ձերը կդառնա 66 եւ տիկնոջն էլ կդառնա 56 եւ ասում եմ սպառողական զամբյուղի մեջ 6000 դրամն էլ առողջության ծախսերն են, որ դեղի բանի ծախսերն են։ Այդ ծախսերին էլ հիմա առողջության ապահովագրություն ունեք, ձեզ դուք չեք վճարում էլ դրա համար։ Այսինքն դե ֆակտո ձեր տիկնոջ թոշակն էլա բարձր անկանխիկ առևտուրը հետը բարձրա նվազագույն սպառողական զամբյուղ։ Բոլորը հեշտ է, ամսի 7-ին տերտան կնդրել։ Դե այսքանից հետո որ կընտրես պարտավորություն ես դնում իմ վրա, որ ձեր ասածներ ավելի շատ մտած։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Եղբայր ջան, պետպատվեր 9 տարեկան է, դե այդ բանը չունի վիճակի չի։ բա ասում եք անապահովության համակարգում կա։ Դե իրան ընտանիք է, էլի, ծայրահեղ Անապահովության համակարգի մեջ կա, բա պետպատվերից չի օգտվում անապահովության։ 4 կարգի բարոն Փաշինյան։ 28 բալից ավել է ձեր բանը։ Բա 4 կարգի անոտևան ենք էլ մենք։ դե մի հատ Բալով ինչքան է 28 բալից ավել է։ Գնացեք Շնորհակալ եմ, պարոն վարչապետ։ Ձեր աշխատանքների համար ես 10 տարի է Լենինգրադ եմ ապրել, բայց եկել եմ Հայաստանում հիացած։ Շնորհակալություն աշխատանքների համար։ Ես որ բազար ընձի կերվա խնձուց շուտ, պարոն։ ինչի։ Ես գադու իշխոյ դա տերի տարատեղի կձերքի սարանցին է, մեզի։ Էլա նաշ չկա։ Դու Ուզում են, հա։ Ինչ են ուզում։